Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մինչև հաջորդ քառօրյա հանդես կգա Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու ազգային ժողովի որոշման նախագիծը արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ։ Մեծ հետ զրույցում Փաշինյանը տեղեկացրեց, իր թիմի հետ աշխատում է նախագծի վրա։ Նշենք, որ նախագիծը արտահերթ կարգով քննելու համար անհրաժեշտ է թվով 44 պատգամավորի աջակցություն։ Փաշինյանը կոռեկտ չի համարում կանխատեսել, թե ովքեր կմիանան նախագծին կամ թե ինչ ցույց կտա նախագծի տակ եղած ստորագրությունների պատկերը։ Հիշեցնենք, շուրջ մեկ ամիս առաջ ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երյակին 8 կետերից բաղկացած առաջարկ էր ներկայացրել։ Կետերից մեկը ենթադրում էր սկսել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթաց, ուստի Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համար Փաշինյանի այս քայլը ողջունելի է եւ ինքը միանալու է դրան։ Առաջինը պետք է նաեւ կազմվի այդ պաշտոնանկ անելու գործընթացի համար փաստաթուղթ, որը պետք է հիմնավորի Սերժ Սարգսյանի կողմից թույլ տված պետական դավաճանությունը եւ ծանր հանցագործություններ կատարելը, իսկ դրանք իհարկե առկա են։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն երկրի նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար։ Նախագահային պաշտոնանկ անելու եզրակացություն ստանալու համար ազգային ժողովը պատգամավորների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան։ Վերջնական որոշումը Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով։ Պատգամավորներից թե Փոստանջյանը, թե Փաշինյանը համոզված են Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերը բավարար են։ Կարծում եմ, որ բավարար հիմքեր կան եւ այդ հիմքերը ձևակերպված կլինեն որոշման նախագծի մեջ։ Ես կարծում եմ նույնիսկ, որ բոլոր հիմքերը հնարավոր չի լինի տեղավորել այդ նախագծի մեջ, որովհետեւ դրանք այնքան շատ են, որ ստիպված ենք լինելու մի մասը թողնել առայժմ մի կողմ, որպեսզի նախագիծը տրամաբանականից ավելի ծավալուն չստացվի։ Ոչ իշխանական ուժերը ներկայացնող պատգամավորների թիվն ավելին է, քան նախագիծը արտահերթ կարգով քննելու համար անհրաժեշտ 44-ը։ Զարուհի Փոստանջյանի կարծիքով այս գործընթացը շատ լավ քննություն է ամբողջական իշխանափոխության մասին հայտարարություններ կատարող պատգամավորների համար։ Ամբողջական պատկերը սակայն դեռ չի ուրվագծվում, պատգամավորներն ասում են կորոշեն միայն նախագծին ծանոթանալուց հետո։ Նման դիրքորոշում ունի նաև ԲՀԿ-ն, կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ տեղեկացրեց, նախաձեռնությանը միանալու մասին կխոսեն նախագծին ծանոթանալուց եւ ֆրակցիայի նիստում քննարկելուց հետո նոր միայն։ Օրիգինալ մտահղացում է, բայց ինչպես դուք եք ասում, 44 ստորագրություն է անհրաժեշտ։ Կարծում եմ սա առաջերտին պիտի հարցնել այն խմբակցություններից, ովքեր կամ տիրապետում են այդքան ստորագրությունների կամ կարող են աջակցել։ Հանրապետական կուսակցության մասին է խոսքը, Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին է խոսքը։ Կապրեն կտեսնենք առաջարկությունների ֆորումին մեր խմբակցությունով կքննարկենք։ Հիշեցնենք, դաշնակցությունը եւս ամբողջական իշխանափոխության կողմնակիցներից է, սակայն Աղվան Վարդանյանը նշում է, ամբողջական իշխանափոխություն դեռևս չի նշանակում Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Դաշնակցությունն ամբողջական իշխանափոխության իր պատկերացումները բազմաթիվ անգամ է շարադրել, եւ եթե նման նախագծի անհրաժեշտություն տեսնեին, իրենք կանեին, ասում է Վարդանյանը։ Կարծում եմ, որ այդ նախաձեռնությունը ինքնին որոշակի տեստ իր մեջ պարունակում է, դա ում համար է տեստ, այդ հարցը տվեք պարոն Փաշինյան։ Մեկ շաբաթից մենք բոլորս կտեսնենք պատկերը, որևէ հարց ու քննադատություն անպատասխան չի մնա, իր հերթին վստահեցնում է Փաշինյանը։